94 թվականին պատերազմը ավարտվեց հրադադարով։ Հրադադարի պայմանը հետևյալն էր. հայկական ուժերը պետք է դուրս գային գրավյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Ես միշտ այդ նախադասությունը կրկնում եմ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գրավյալ ճանաչված տարածքներ։ Դա 6 տարածքներ են բացի Լաչինից։ Լաչինի շրջանին վերաբերյալ այդպիսի բանաձև, այդպիսի որակում չի եղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից։ Եղել է Կելբաջարի, Աղդամի, Զանգելանի, Ջեբրայելի, Ֆիզուլի վերաբերյալ։ Եվ 4 բանաձևերից 3-ում մատնանշված են կոնկրետ շրջաններ, իսկ մեկում պարզապես ողջունում են կողմերի միջև կնքված հրադադարը, որը որի դեպ հետագայում խախտեց ադրբեջանական կողմը։ Եվ այսպես ասած բոլոր մանիպուլյացիաները եթե դուրս բերենք, հստակ դիվանագիտական տեսակետից բանակցային սեղանի շուրջ ստեղծվել էր հետևյալ դասավորությունը։ Հայաստանի որևէ ղեկավար, մինչև Նիկոլ Փաշինյանի ի հայտ գալը, երբեք չի վիճարկել 7 այսպես կոչված շրջանների հետ վերադարձի հարցը։ 94 թվականի հրադադարի որպես դա պայման ընդունելուց հետո եւ դրանից հետո երբեք հայկական կողմը դա չի վիճարկել այն պարզ տրամաբանությամբ, որ եթե հայկական կողմը հրաժարվեր 7 շրջանի վերադարձի հարցում, հրաժարվել դրանից, դա Ադրբեջանին տալիս էր իրավունք համարել սա հրադադարի պայմանների խախտում եւ վերսկսել պատերազմ։ Դրա համար դիվանագիտական այսպես ռազմավարությունը Հայաստանի եղել է բոլոր այս տարիների ընթացքում չվիճարկել շրջանների հետ վերադարձի հարցը, բայց վիճարկել կարգավիճակին վերաբերվող հարցեր, առաջ քաշել պայմաններ, որոնք վերաբերվում են կարգավիճակի ճանաչմանը, դրա պրոցեդուրային, հանրաքվե անցկացնելու պրոցեդուրային, դրան վերաբերվող հարցերին եւ այլն եւ այլն։ Հայկական կողմի ռազմավարությունը եղել է այդպիսին։ Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մերժումը այլ հետևանք ուներ։ Հայաստանի կողմից մերժումը առաջի կետով, շրջաների կետով հետևանքը պատերազմներ, Ադրբեջանի համար մերժումը երկրորդ կետով հանրաքվեի կետով խաղաղ առաջարկների հետևանքը ստատուս կվոյի պահպանումն էր։ Պարզ տրամաբանությունը, երբ որ սեղանին դրված է, որ այո, հակառակորդ կողմը պատրաստ է օկուպացված տարածքները, գրավյալ տարածքները հետ վերադարձնել, կա հրադադար, իրավունք չունես այդ հրադադարը այդ դեպքում խախտելու, կարող ես համաձայն չլինել կարգավիճակի հետ կապված հարցերում, այդ դեպքում ստատուս կվոն պահպանվում է։ Եվ 30 տարի ստատուս կվոն պահպանվում էր այդ տրամաբանությամբ եւ ինքը կպահպանվեր եւս 150 տարի, մինչեւ որ Ադրբեջանը համաձայնություն չտար հանրաքվեին վերաբերվող հարցերին։ Նիկոլ Փաշինյանը քողարկելու համար իր ընդունած որոշումը հրահրել պատերազմ, գիտեք, Նիկոլ Փաշինյանը մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, մերժել է առաջի եւ երկրորդ կետով, եւ տարածքների վերադարձով, եւ կարգավիճակի հանրաքվեի անցկացման վերաբերյալ երկրորդ հարցով։ Երկու հարցով է մերժել։ Եվ դա Ադրբեջանին հնարավորություն է տվել հարձակվել Արցախի վրա։ Իրեն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջերս նորից կրկնեց, որ Ադրբեջանի համաձայնությունից էր կախված հանրաքվե։ Իհարկե Ադրբեջանի համաձայնությունից էր կախված խաղաղ կարգավորման, որպեսզի համաձայնագիրը կնքվի, երկու կողմերը պիտի համաձայնություն տան։ Այո, իհարկե Ադրբեջանից, բայց Ադրբեջանի կողմից համաձայնություն չտալը նշանակում էր ստատուս կվոյի պահպանում։ Ադրբեջանը չէր կարա մերժեր Մինսկի խմբի համանախագահների կողմից իրեն առաջադրվող առաջարկը հանրաքվեի վերաբերյալ եւ սկսել պատերազմ։ Այդ նամակի մասին շատ խոսացին, բայց ես մի հատ հարց տամ, երբ այդ նամակը գրվել։
Որեն գրած է, չէ՞ ամսաթիվը։ Ինչի մենք մի հատ դրանից չսկսենք։ Որ այդ նամակը գրվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին։ Ապրիլյանից հետո։ 2016 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանում ինչ էր։ Ապրիլյանից հետո էր դա։ Մի հատ ՊՊՑ գունդ չեղավ արանքում։ Հուլիս, այո։ Եվ երբ հանձնեցին զենք վայր դրեցին ՊՊՑ-ի ապստամբները։ Օգոստոսի 1-ին Սասնա ծռերը վայր դրեցին զենքերը, օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանը առարկություններ ներկայացրեց Վլադիմիր Պուտինին։ Կապ չեք տեսնում։ Հայաստանում հուլիսին տեղի է ունենում ուժային գործողություն։ Պահանջներից մեկը դադարեցնել խաղաղ կարգավորման գործընթացը։ Օգոստոսի 1-ին վայր են դնում զենքը, օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանը նամակագրում, որ դադարեցնում ենք, հետաձգում ենք խաղաղ կարգավորման գործընթացը։ Կապ չեք տեսնում։ Եթե նամակը գրված լիներ հուլիսի 1-ին մինչև ապստամբությունը, երևի անհնար կլներ կապ դնել։ Եթե սեպտեմբերի 30-ին դժվար կլներ կապել իրար հետ։ Բայց եթե օգոստոսի 1-ին ստեղ վայր են դնում զենքերը, ստեղ նամակ են գրում, ասում են դադարեցնում ենք, ստոպ ենք տալիս այդ խաղաղ։ Դա նշանակում է, որ ընդունել են ՊՊՑ գնդի առաջ քաշած այդ ապստամբների պայմաններից մեկը։ Իսկ եթե սեպտեմբերի 8-ին մի քանի շաբաթ հետո կառավարություն են փոխում, դա նշանակում է, որ երկրորդն էլ են ընդունել, չէ՞։ Առաջի պայմանը եղել էր կառավարություն փոխել, բանը Սեֆիլյանին ազատ արձակելն էլ։ Եթե դուք իրենց հայտարարությունը կարդաք, դա վերջի պայմանն է։ Առաջի պայմանը եղել է դադարեցնել բանակցությունները։ Երկրորդ պայմանը եղել է նոր կառավարություն նշանակել։ Երրորդ պայմանը եղել է բոլոր քաղբանդարկյալներին ազատել։ Սա կարևոր չի վերլուծության համար Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների գնահատելու համար, որ այո 16 թվականի օգոստոսին Հայաստանում ըստ էության այնպիսի արմատական քաղաքական փոփոխություններ եղան Սերժ Սարգսյանի կառավարության համար, որ ինքը ստիպված եղավ իր մինչև այդ կատարվող կուրսը փոխել, նամակ գրել Սերժ Սարգսյանին, նոր կառավարություն ձևավորել եւ այլն եւ այլն։ Այսինքն դա կարևոր հանգամանք է հասկանալ երկրի ներքին process-ը արտաքին process-ի հետ ինչպես է գնում։ Արտաքին process-ը մենք հիմա, չէ, վերլուծեցինք, որ ի հայտ է գալիս ինչ որ Նիկոլ Փաշինյան, որը որ 30 տարի հայկական կողմի ռազմավարությունը խախտում է, իր որոշմամբ մերժում է Մինսկի խմբի առաջարկները ամբողջությամբ, ոչ միայն ավանդաբար, ինչպես հայկական կողմը դիտողություններ է անում կարգավիճակի վերաբերվող հարցերին, այլ նաև տարածքների վերադարձի հարցը։ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հրապարակային Նիկոլ Փաշինյանը ասում է, հայկական կողմը զրոյից է առաջարկում սկսել բանակցային գործընթացը, մեզ ընդունելի չի այդ ինչ որ եղել է մինչև այդ, եւ մենք եւ ինքը Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց իր խաղաղ կարգավորման սկզբունքները։ Այդ սկզբունքներից առաջիններից մեկը չկան տարածքներ, կա անվտանգություն։ Դա նշանակում է մերժում ՄԱԿ-ի անվտանգության կողմից գրավյալ տարածքները վերադարձնելու, վիճարկում դրա։ Հրապարակային ասել է մարդը ամբողջ աշխարհի արչև, չի մասին է խոսքը։ Հայաստանում մութ է, լույսը անջատվել է, մարդիկ նայում են, չեն հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը ով է հրահրել պատերազմ հարցին, պատասխանը Նիկոլ Փաշինյանն է դա արել։ Նա մյուս հարցը, խի է դա արել։ Նիկոլ Փաշինյանը բացադրում է խի է արել իր բերվող բացադրությունը, որովհետև Ադրբեջանը միևնույնն է չեր համաձայնվի Արցախում հանրաքվեի։ Չեր համաձայնվի, բայց դրա հետևանքը պատերազմ չի։ Ադրբեջանը 30 տարի չեր համաձայնվում Արցախում հանրաքվեի եւ 30 տարի պատերազմի հնարավորություն պատերազմելու չի ունեցել։ Ակցիաներ է ինչ որ արել, դիվերսիաներ է արել եւ այլն եւ այլն։ Բայց հարձակում կազմակերպել չէր կարող։ Քաղաքական հնարավորությունը չուներ։ Քաղաքական դաշտի բոլոր քաղաքական ուժերը բնականաբար այս կարևոր հարցով պիտի դիրքորոշվեն։
Մենք այս պահի դրությամբ տեսնում ենք, որ այդպիսի process չի գնում։ Առանձին քաղաքական ուժերը առանձին մտքեր են արտահայտել։ Օրինակ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոսեցին, որ ինչի հրապարակված փաստաթղթերի ցանկում նաև այսպես աղբյուր չունեցող, հայկական ժամանակում հրապարակված Քիվեստի պայմանը։ Դա էր իրենց դիտողությունը։ Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը ես այդպես էլ չհասկացա ինչումն է։ Իսկ դա հանգույցային դերակատարներն են։ Մենք տեսանք Լևոն Զուրաբյանի ասուլիսը, բայց այդտեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի դիրքորոշումը մենք չլսեցինք։ Մենք տեսնում ենք այս պահի դրությամբ, որ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը պաշտոնապես գնահատական չեն տալիս Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն փաստաթղթով հիմնավորված հրապարակային իրականությանը չհամապատասխանող քարոզչական, քաղաքականության։ Սուտ խոսալուն, այսպես ասեմ։ Առաջի այսպես պատասխանատվություն կրողները հայ ժողովրդի առջև ով պիտի հիմա համատեղ կամ առանձին հայտարարություններով հանդես գան հրապարակված փաստաթղթերը գնահատելու եւ Նիկոլ Փաշինյանի արարքները գնահատելու, այդ երեքն են։ Ինչու չեն անում։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Երկրորդ խնդիրը, տեսեք, հիմա ինչ վիճակում է կուսակցությունները, քաղաքական ուժերը, այդ երեքը պիտի անեն իրենց դիրքորոշումները, որպեսզի մնացած բոլոր կուսակցությունները դիրքավորվեն։ Իրենք տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի սուտի մեջ։ Այսինքն հիմա ի հայտ եկավ հիմնավոր փաստ կա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, դա վերաբերվում է ըստ էության պաշտոնավարման, չի կարող երկիրը պաշտոնավորը կառավարությունը գլխավորել մարդ, որը որ կատարել է քայլ դիտավորությամբ կամ սխալմամբ, անփութության եղանակով, որը բերել է պատերազմի, քաղաքացիների զոհերի խոշոր վնասների։ Դա կոչվում է խոշոր վնաս։ Մարդկանց այդքան մարդկանց զոհվելը, նյութական ռեսուրսները եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրել էր մի քանի միլիարդ դոլար վարկ։ Եվ այսպես ասած անվտանգության դոկտրինում պարտավորությունը Լեռնային Ղարաբաղին պաշտպանելու, անվտանգության երաշխավոր հանդիսանելու, նաեւ ուներ նյութական տնտեսական կողմ։ Հայաստանի Հանրապետության ներդրումները Արցախի Հանրապետության տրամադրված վարկերը նմանատիպ տնտեսական շահեր ուներ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ հիմա սա իհարկե լուրջ հարց է, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործողությունը կամ անգործությունը երկրին, պետությանը պատճառել են լուրջ վնասներ, նյութական վնասներ, մարդկանց կյանքը անգնահատելի է, մարդկանց անձնական վնասներ։ Չպիտի քաղաքական, կուսակցական միավորները այդ հարցում դիրքավորվեն, դիրքորոշում ունենան։ Ֆանտաստիկ իրավիճակ է երկրի համար, երկրի ղեկավարի, երկրի դեմ կատարած քայլը բացահայտվեց։ Դրա հետևանքը, ուղիղ հետևանքը, առաջինը, ինչպես ասեցի, 3 նախագահների արձագանքը պիտի լիներ, երկրորդ շերտը բոլոր կուսակցությունների դիրքորոշում։ Կողմ են, դեմ են, ոնց են գնահատում են, չեն գնահատում եւ այլն, բայց բոլոր այնտեղ 70-ը, 100-ը, 150-ը ինչքան է այդ թղթի վրա գրանցված կուսակցությունների քանակը այսօր Հայաստանում պիտի այս հարցում հստակ դիրքորոշում ունենան։ Իրենք միանում են Նիկոլ Փաշինյանի արարքին, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են, այսինքն Նիկոլ Փաշինյանի կատարած քայլին տեր են, թե պահանջում են Հայաստանը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։ Այս
խնդիրը հիմա առաջացնում է մյուս հարցը։ Նիկոլ Փաշինյանը երբ որ հրապարակում էր այդ ամեն ինչը, չգիտեր, որ այդպիսի քաղաքական իրավիճակ կարող է ստեղծվել Հայաստան։ Կարծում եմ գիտեր։ Եվ այն, որ մենք չենք տեսնում երեք նախագաների հրապարակային դիրքորոշումները, հա, այս գործընթացի հետ կապված, վկայում է, որ այս պահի դրությամբ մեզ, ինձ եւ ձեզ հիմք է տալիս մտածել, որ ինքը հրապարակեց այդ փաստաթղթերը ունենալով կոնսենսուս, որ լրությամբ է անցնելու, որ խորհրդարանական կուսակցությունները, այսպես քննադատեն խորհրդարանի ամբիոնի մակարդակով, բայց պաշտոնական հայտարարություններ կուսակցությունները չեն անի, որ նախագաները նախկին պաշտոնական հայտարարություններ չեն անի, եւ արտախորհրդարանական ուժերի մեծ մասը, որը որ այսպես ասած այս կամ այն չափով փոխկապակցված է շահությունների հետ, դրանք էլ ձեն չեն հանի։ Այդ ամեն ինչը ունենալով այդ հսկողությունը իրավիճակի, որ ԶԼՄ-ները ոչ մեկ չի նստի, չի թարգմանի։ Ոչ, չէ, կարծեմ թե միայն Ազատություն ռադիոկայանը 16 թվականի ես իմ երբ հա թարգմանել այդ հիմա պետք է չէ տարածումը լիներ ռուսերեն լեզվով հրապարակված փաստաթղթեր են հայերեն թարգմանել է այսինքն չեն արվում քայլեր չէ որ տարածումը հասանելիությունը մարդկանց փաստաթղթ տեսեք ես անձնական պրակտիկայում ունեմ դեպք Նիկոլ Փաշինյանը 18 թվականի սեպտեմբերին հանդես է գալիս հայտարարությամբ ասում է բոլորին ունեմ լավ լուր LRD մասնագիտական ընկերությունը LRD տվել է եզրակացություն, որ ամուլսարը կարելի է բացվել, բնությանը վտանգ չկա։ Մենք բացում ենք LRD այդ մասնագիտական ընկերության եզրակացությունը, այնտեղ գրած է հակառակը։ Որ մաքրման կայանները կառուցվել են սխալ եւ հանքը բացել չի կարելի։ Ստիպված կազմակերպում ենք ուղիղ եթեր, որպեսզի մարդկանց կարդանք, մեջը ինչ է գրած։ Եվ այն ժամանակ դե տաք էր հասարակությունը ստեղծվում է իրավիճակ, Փաշինյանը ստիպված է հավաքել վիդեոկոնֆերանս գումարել LRD-ի հետ եւ այդ վիդեոկոնֆերանսի ժամանակ հաստատվում է, որ LRD-ը տվել է բացասական եզրակացություն։ Այդտեղ իհարկե Կուսանք առաջացավ իմ մոտ Նիկոլ Փաշինյանը երբ որ կարդում է ինչ-որ մի տեքստ ինքը ընկալում է դա ընկալման խնդիրը իր մոտ ոնց է մենք անցանք համարեցինք որ հիմա նույն իրադրությունն է բայց արդեն ավելի տասնապատիկ կարևոր հարցով Արցախի կարգավորման հարցում հրապարակված են բոլոր փաստաթղթերը եթե Նիկոլ Փաշինյանի մտավոր ունակությունները իրեն ես ինչի LRD օրինակը բերեցի թույլ չեն տալիս հասկանալ այդ փաստաթղթերի բովանդակությունը դա պիտի ժողովուրդը իմանա որ Հայաստանի Հանրապետության վարչապետի մտավոր ունակությունները այսպիսի բաներ ունեն հետևանքներ ունեն դա լուրջ ավարիա է չէ 4200 մարդու կյանք եւ մի քանի միլիարդ դոլարի վնասներ ես էլ թողնում եմ Այրենիկ իրավունք 120,000 մարդ օրինական իրավունքներ պետության նյութական բաներ դա հարց է չէ լավ հասկացանք Հայաստանը փոքր պետություն է բայց եթե այսպիսի հարց կա երկրի կառավարության ղեկավարի մտավոր կարողությունների հարցը դա խնդիր չի երկրի համար խնդիր է չէ Մենք հիմա, չէ, պիտի լավ էլ կողք դնենք որոշում պիտի ընդունեն բոլորը, նորից եմ ասում, բոլոր կուսակցությունները, լավ հասկացանք, նախագաները մտան կոնսենսուսի մեջ, ինչ որ նախընտրական արդեն բոլորը պայմանավորվել են, ով ինչա բան լուր։ Տեսեք, մենք բոլորս ունենք պարտավորություններ բխող մեր գործունեությունից։ Դուք որպես լրատվական միջոց ունեք պարտավորություն պահպանել եթերային ցանկը, չէ՞։ Չեք կարող մի օր հաղորդում եմ մի ժամին անել, մյուս օր մյուս ժամին։ Նույնը քաղաքական գործունեության մեջ։ Երեք նախագաները, նախկին նախագաները եղել են բանակցող
Երկրի ղեկավարներ բանակցող խաղաղ կարգավորման հարցում։ Սեղանին դրված են գրեթե բոլոր փաստաթղթերը խաղաղ կարգավորմանը վերաբերվող։ Եվ արված են ինչ որ պնդումներ, չէ՞, որոնք վարկաբեկում են խաղաղ կարգավորումը, վարկաբեկում են այդ բոլոր 3 նախագահների մինչ այդ կատարած աշխատանքը իրենց սեփական բարի համբավը պաշտպանելու համար, Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար, քաղաքական իրադրությունը պարզաբանելու ժողովրդի համար, պարտականությունը չի Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների իրենց դիրքորոշումը հայտարարել, որպեսզի պարզաբանում անել, պարզություն մտցնել հասարակության համար այս հարցում։ Հիմա ինչ Նիկոլ Փաշինյանի խոսքն է, վերջի խոսքը, հա, որ 30 տարի կապիկությունով են զբաղվել բոլորը, հա։ Դա էլ Փաշինյանի խոսքը չի, դա ում խոսքն է։ Պնդումը, որ Մինսկի խմբի գործընթացը հետապնդել է չար նպատակներ խաղաղ կարգավորման։ Ալիևի սիրած խոսքն է։ Դա Ալիևի նարատիվն է, չէ՞։ Այո։ Որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը կրկնում է։ Այսինքն դա հարց չի։ Ինչի Ալիևի նարատիվը մնում է հիմա սեղանին վերջինը։ Մեր հասարակությունը ինչով մնաց։ Հրապարակեցին փաստաթղթերը եւ մնաց այդ Ալիևի ասածը, որ Մինսկի խումբը դա բաներ թերի խաղաղ կարգավորում իրականացնող։ Ադրբեջանը որքան ժամանակ չէր համաձայնվի հանրաքվեի հետ, այդքան ժամանակ իր տարածքը կմնար օկուպացիայի տակ։ Դա լծակ չի։ Այդ լծակ կոչվածը միջազգային հանրությունը գերտիրությունները կապել էին հետեւյալ կերպ։ Ադրբեջան դու կարող ես 1000 տարի չհամաձայնվել հանրաքվեի, բայց 1000 տարի կմնա օկուպացված քո 7 շրջանները։ Փաթեթային բառը հետեւյալ բովանդակությունն ունի։ Կարգավիճակի վերաբերվող համաձայնությունը փաթեթի մեջ է տարածքների վերադարձի վերաբերյալ։ Փաթեթային բառը դուք օգտագործեցիք, այդպես բառը օգտագործված է տեքստի մեջ։ Ոչ, ես օգտագործում եմ 19 թվականի Որեկյան փաթեթայինի։ Այն ինչ որ հրապարակվել է, կարդացել եք։ Այո, իհարկե, ես փաթեթային 91 թվականից եմ հետո։ Չէ, խոսքը 2019 թվականի կոնկրետ սեղանին դրված ինչ որ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին։ Փաստաթուղթը, որը կոչվում է հռչակագիր, մեջ ինչ է գրած։ Փաթեթային որոշումը, որի առաջին փուլը սա է։ Փաթեթային նշանակում է, որ տարածքի վերադարձի հարցերը փոխկապակցված են կարգավիճակի հարցերին։ Այսինքն չի կարող լինել տարածքների վերադարձ առանց Ադրբեջանի համաձայնության կարգավիճակի հարցում։ Սա է նշանակում։